Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, հուսամ ձեր երեկոն անցել է ավելի հաճելի քան թե իմը, որովհետև ես վերջի 2-3 ժամը նայում էի ԱԺ-ի հանձնաժողովի նինիստ, որի գլխավոր դերակատարն էր Տիգրան Ավինյանը, նա եկել էր իր օրենսդիր գործընկերների գեղեցիկ փոփուշ հարցերին փոփուշ պատասխաններ տալ, բայց ստիպել եմ ինձ 3 ժամն նայել եմ ու բնականաբար ուզեմ մի քանի բանի անդրադառնալ, եթե բոլոր ոլորտներից խոսեմ եւ բոլորին անդրադառնամ, շատ երկար կտևի, դրա համար կուզենամ անդրադառնամ մեր համար ամենակարևոր թեմաներից մեկին, որը բոյկոտն է եւ տրանսպորտն է։ Այս թեմայից այս մարդիկ երբ ոնց ուզում խոսում են, հունվար որ սկսվեց իրազեկման ակցիաները, հետո բոյկոտը փետրվարին սկսեց, իրենք թե փետրվարին, թե մարտին ասում էին, որ բոյկոտը չի հաջողվել, իրենց ԿՊԵ-ականները իրենց էջերում գրում էին, որ մենք թվերին եւ ստատիստիկային տիրապետում ենք, եք ակնհայտ է, որ բոյկոտ չկա։ Հիմա ունենք մի իրավիճակ, որ մի ամիս առաջ Ավինյանը ասեց 25-30%, եւ մի շաբաթ առաջ իր խոսնակը ասեց, որ արդեն բոյկոտը այնքան է իրենց խանգարում, որ իրենք այլևս գուցե չկարողանան առնեն այն տրոլեբուսները, որոնք որ պլանավորել են գնել 45 միավոր։ Սա պարզ սպառնալիք եւ մանիպուլյացիա է, առաջինը մեկը մյուսի հետ կապ չունի, իրենք սկզբում մեզ ասում էին, որ այդ գումարները պետք է որ 10 տարի հետո մենք կուզենանք ավտոպարկը ընդհանուր փոխենք, թարմացնենք, դրա համար պետք է գալու, բայց փաստացի այս մարդիկ ուղղակի ձեզ վախեցնում են, ասում են, որ բոյկոտեք, մեքենա չենք առնի, ժողովուրդ ջան, չհավատաք, չեն կարա չգնեն։ Եվ միևնույն է աշխարհում ընդունված պրակտիկա է, որ տրանսպորտը պետք է սուբսիդիայի եւ դոտացիայի միջոցով ոնց որ պահվի, բայց հիմա կուզեմ քիչ թվերից խոսեմ։ Այսօր Ավինյանը ասեց, որ բոյկոտը գործում է 20% եւ նաեւ արեց մի շատ անդուր արտահայտություն, ասեց 80% մեր քաղաքացիները գիտակից են եւ պատասխանատու, այդ իսկ պատճառով նրանք վճարում են։ Պարոն Ավինյան, չհամարձակվեք որևէ դեպքում անգիտակից կամ անպատասխանատու համարեք եւ անվանեք մեր այն քաղաքացիներին, ով որ իրականում ամենագիտակիցն են։ Եվ պարզապես չեն ուզում դες թույլ տան, որ դուք իրենց թալանեք։ Գիտեմ, որ դուք ռեֆորմանել չգիտեք։ Գիտեմ, որ դուք այդ բյուջեն, որ լցնում եք, հետո օտեղից է տանում եք ձեր անձնական կյանքի բարելավմանը, ոչ թե քաղաքին։ Գիտեմ, որ իրանց տրանսպորտի գների գումարները ասում եք չկա, բայց ձեր ծառայողական մեքենաները փոխելու գումարները կա։ Եվ ինձ մի հետաքրքիր փաստ sense քաղաքական sense բարոյականից մի քիչ գնանք այն կողմ դեպի բարձ թվեր եւ հաշվարկներ, Տիգրան Ավինյանը ասեց, որ 20% է, այսինքն ես հիմա այս իմ լայվի կոմենտներում կդնեմ ժողովուրդ ջան մի նկար, որը բարձ պաշտոնական տեղեկատվություն է, ես ինքս նստել եմ, բոլոր գործակարգավարական խորհրդատվությունները լսել եմ, ոնց են Ավինյանին իր աշխատողները զեկուցում թվերը, շաբաթ առ շաբաթ, ձախ անկյունում, ձախ կալոնայում կտեսնեք գործակարգավարականի օրը եւ հետո այնտեղ գրած է ավտոբուս, տրոլեյբուս եւ մետրո։ Բոյկոտը բնականաբար հիմա պետք է մենք որպես հաշվարկի կրիտերիա ունենանք միայն վերգետնյա տրանսպորտը, որովհետեւ բոլորս հասկանում ենք մետրոյում չի լինում բոյկոտ անել, որովհետեւ կան թե ոստիկաններ, թե այդ երկաթյե ոնց շեմը, որով որ չես կարող անցնես, եթե չվճարես։ Մենք հիշում եք, մի քանի թիվ 14 թվին մենք ասեցինք, ցույց տվեցինք, որ կա WIG, որը ասել էր, որ Երևանում տեղի է ունենում 550,000 օրական տեղա ուղևորություն։ Հետո իրենք ասում էին, սա հինա նոր թվեր չունենք։ Հետո մենք բացահայտեցինք, որ խափում են, բացահայտեցինք, որ արդեն իրենց կառավարման տարիներին հենց քաղաքապետարանն է արել հետազոտություն եւ ցույց է տվել այդ հետազոտությունը 19 թվի, որ օրական վերգետնյա տրանսպորտը տեղի է ունենում 480,000 ուղևորություն։ Ու հիմա ինչ եք կարծում, եթե այս մարդիկ ճիշտ են ու կա 20% բոյկոտ, այլ ոչ թե 50 եւ ավելին, ո՞նց է այդպես ստացվում, որ 5-6 տարի առաջ Երևանում եղել է 480,000 ուղևորություն, հիմա 275,000, ահա։ Էս այդ ֆայլը կդնեմ, կտեսնեք։ Թանկացումից ի վեր առ այսօր ամենաբարձր օրական թիվը, որ իրենք ունեցել են 275,000-ն է։ Եվ հաշվի առեք երկու կարևոր բան, որ քաղաքը բնական իմաստով, բնական սովորական կերպով մեծացել է, զարգացել է, բնակչությունը շատացել է, նաև բայց եղել են ֆորս մաժորային երևույթներ,
Օրինակ Նիկոլի Արցախը հանձնելը, որի արդյունքում մեծ հոսք մեր հայրենակիցների ստիպված եղավ տեղափոխվել Երևան եւ այլ մարզեր, բայց շատ է Երևանում, գիտեք, ինչքան շատ Արցախից է եկել եւ այդ մարդիկ վստահաբար մեծ մասը օգտվում են տրանսպորտից։ Նաեւ Նիկոլի գաղափարական եղբայր իր մարիոնետ Դվայնիկ Զելենսկին, որը եւս մեկ Նիկոլի նման հրահարեց մի ոչ պետքական եւ շատ իր ազգին եւ պետությանը վնաս տվող մի պատերազմ, որի արդյունքում թե Ռուսաստանից թե Ուկրաինայից բացում երիտասարդներ փախան, եկան Հայաստան, դարձան ռելոկանտներ եւ այս մարդիկ եւս օգտվում են տրանսպորտից։ Եվ 19 թվի կամ 14 թվի վիճակագրություններում ժողովուրդ ջան, այդ ժամանակ դեռ եղել են մասնավոր գծեր, որոնք այլևս չկան, այս հիմա ամենը քաղաքապետարանի մենեջմենթի տակ է։ Այսինքն վստահաբար թիվը առնվազն մնացել է նույնիսկ, եթե դատենք տրամաբանությամբ աճել է։ Ու եթե 275,000-ը ֆիքսված թիվ, որը որ իրանք ունեն, նշանակում է առնվազն կես 50% եւ ավել մեր գիտակից պատասխանատու, իրենց իրավունքները պաշտպանող, իրենց քաղաքացիական դիրքորոշումը արտահայտող, իրենց համանդրական իրավունքը իրացնող մեր քաղաքացիները իրենց բոյկոտը հասցրել են Ավինյանի սեղանի վրա, ինքը արդեն լսում է այդ բոյկոտի ձայնը ու հասկանում է, որ իրեն մի ամբողջ հանրություն մերժում է, որտեղ գիտեն, որ ինքը աշխատել չգիտի։ Գիտեն, որ ինքը գումարները մսխում է, գիտեն, որ ինքը կոռուպցիոներ է։ Ու սա թաթերաբեմերը, որ գնում են այնտեղ հարցեր են տալի, հարցնում են, ասում են դուք քաղաքը բեռնաթափելու նպատակ ունեք, խիեք 35 արգանի 5-ա չենք սարքում Օրբելի փողոցի վրա, ասում է դե գիտեք, ասում է մենք որոշել ենք տրամաբանությունը, որպեսզի շենքերը քիչ լինեն, պետք է բարձր լինեն, որ ավելի քիչ շենք սարքեն։ Իսկն կարմիր գծերը ապօրինաբար 13 անգամ թանկացրեց կենտրոնը բեռնաթափելու համար։ Հիմա կենտրոնին կպնող փողոցի վրա մի հատ այնց կոմպլեքս է կառուցում, որ այնքան մեքենա է օրական այդտեղ գալու եւ գնա, մեր հաշվարկներով առնվազն 1500 մեքենա, որ Օրբելի փողոցը ուղղակի կոլապսի է ենթարկվելու։ Առանց այդ է կոլապսի մեջ է։ Այնտեղ Արսեն Թորոսյանն է կողքից ֆանտաստիկ մտքեր ասում, դե գիտեք մենք հասկանում ենք, այդ արդեն համաշխարհային փորձ է, ինչքան շատ է փողոցները մեծացնում եւ սարքում, այդքան ավտոները շատացնում են, այդքան խցանումներն է շատանում այդ մտքի գիգանտը։ Ամեն դեպքում այս ամեն ինչը այս խոսքս ավելի շատ բոյկոտին էր վերաբերվում, սիրելի հայրենակիցներ։ Բոյկոտը հաջողվել է, ապրեք, շարունակեք։ Եվ այսօր Տիգրան Ավինյանը գնացել էր օրենսդիր մարմին իր գործընկերներին խնդրել, որ իրան փրկեն, որ միջազգային նորմերին, լոկալ մեր օրենքներին հակասելով ձեզ կրկին եւս մեկ անգամ սարքի տուգանքի մատերիալ, որ դուք ձեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու համար ենթարկվեք պատասխանատվության, տուգանվեք, որ մենք իբրև ընդդիմադիր սուբյեկտ, որը գործող օրենսդրության շրջանակներում պայքարում է իրենց դեմ, օրենքները այնպես փոխեն, որ պայքարի մեխանիզմները պակասեն։ Այս է ԿՊ-ն, բայց ոչինչ, պարոն Ավինյան, վայելեք ձեր կոմֆորտը եւ այս շքեղ կյանքը, առավելագույնը 1 տարի է մնացել, ու ինչքան կարաք իմ ասեն շատ հիշողություններ ձեռք բերեք, քաղցր հիշողություններ, որտեղ հետո ուրիշ վայրում, այլ կարգավիճակով կյանքի միակ քաղցրությունը լինելու այդ հիշողությունների մասին պատմելը։ Լավ եղեք սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք Երևանի փողոցներում եւ կրկին եմ ասում, շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ, բոյկոտը հաջողվել է։